Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իրապես միանալով պարոն Թումանյանի ասացին եկեք անցնենք առաջ այս մասով։ Տեսեք, անցնենք ձեր հայտարարագրերին, որոնք ներկայացրել եք որպես ձեր դատավոր կնոջ ամուսին։ 21 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրով հոկտեմբեր ամսվա դրությամբ դուք նշել եք, որ այդ տարվա ընթացքում ունեցել եք 30 միլիոն դրամի եկամուտ փաստաբանական գործունեությունից, բայց հետո տարեկան հայտարարագրում այդ նույն թվականին նշել եք, որ 27.8 միլիոն ոնց պակասեց, մի քիչ չի բռնում այդտեղ։ Տեսեք, պարոն Հովհաննես։ Նկատեմ չէի կարա հունվարից մինչև հոկտեմբեր աշխատեիք ավելի քիչ, քան հունվարից, ավելի շատ, քան հունվարից մինչև դեկտեմբեր եք աշխատել։ Այդ եկամուտները, թվերը, ինչ-որ մի բան փոփոխության ենթարկված լինեն, մի բան պակաս գրած, մի բան սխալ վրիպակի արդյունք լինի։ Բայց ամենայն դեպս, եթե իմ ձեռնարկատիրական գործունեությունից ներկայացված ստացված եկամուտը 30 միլիոն է կազմել նշել եմ, բնականաբար այստեղ միտումը ընդամենը կարող է վրիպակի արդյունք լինել։ Բացի 30 միլիոնից ստացել եմ նաև թոշակ, որը 2023 թվականի ներկայացված հայտարարագրում մոռացել էին նշել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից այս բարեվարկության ուսումնասիրության արդյունքում զանգել են եւ ասում են, որ մոռացել ես նշել։ Մոտավորապես 4 միլիոնից ավել գումարի չափ մոռացել եմ որպես եկամուտ հայտարարագրել։ Դա միտում չի կարող լինել։ Ինչ որ փոփոխությունները կամ չգիտեմ անհստակությունները միայն տեխնիկական պատճառ են հանդիսանում եւ դա էլ սահմանված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով, որ հնարավոր են շտկումներ, բացատրություններ տալու միջոցով եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ։ Պարոն Բաթիկյան, դուք օրինակ 23 թվականին դուք ասելով նկատի ունեմ ձեր ընտանիքը 23 թվականի ծախսերը ձեր կազմել են 41.3 միլիոն դրամ։ Եթե հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնաք, այդ աշխատավարձի մեջ ո՞նց եք տեղավորվելու։ Ասեմ։ Ուրեմն Պարոն Ներսիսյանի հարցադրմանը պատասխանեցի, եթե չեմ սխալվում, որ հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքով սահմանված են նաև սոցիալական երաշխիքներ։ Հա, ասել եմ, թե պարոն Արսենյանի ներողություն, այս բանը չեմ հիշում, որ աշխատավարձը բարձրացվել եւ հավասարեցվել է մասնավոր ոլորտի բարձր որակավորում ունեցող աշխատողների աշխատակիցների աշխատավարձին։ Եթե չեմ սխալվում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատավարձը 3 միլիոն դրամ է, եթե չեմ սխալվում։ Հիմա տեսեք, եթե թիվը ներկայացված բաժանեք ամիսների վրա, դուք կտեսնեք, որ ստացվում է նույն թիվը։ Այսինքն այստեղ բացի այն իմ ձգտումը կոռուպցիայի դեմ պայքարելու, ես սոցիալական երաշխիք ստանալու առումով էլ բացարձակապես ձեր ասած կտեղավորվեմ ձեր բառերով ասած։ Բացի այդ, ստանում եմ նաև կենսաթոշակ, որը կոռուպցիայի մասին օրենքի համաձայն դառնում է ավելի վաստակելի աշխատելու դեպքում։ Այսինքն թե հիմա ստանում 402,000 դրամ կենսաթոշակ, աշխատելու դեպքում կստանալու եմ մոտավորապես 700,000 դրամ։ Դա իհարկե եւ պատվաբեր է եւ մոտիվացնող է։ Այդ իմ ներկայացված հաշվարկով, պարոն Հովհաննիսյան, եթե հաշվարկ կատարեք, կտեսնեք, որ այդ թիվը տեղավորվում է իմ ասած ներկայացված աշխատավարձի թվի մեջ։ Մի ներողություն, մի բան էլ ասեմ, քանի չեմ մոռացել։ Ուրեմն բարեվարկության եզրակացության մեջ ներկայացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները իմ կարծիքով ամբողջական կատարված չեն, որովհետեւ որպես ուսումնասիրության ժամանակահատված վերցված է 2021-ից 23 թվականները, վերլուծությունները կատարվել են, եթե ձեր մոտ եք տեսնեք, 21-23 թվականներին, 22 թվականը ընդհանրապես վերլուծության ենթարկված չի։ Ու այդ պայմաններում ներկայացել են ինչ-որ անհստակություններ։ Այսինքն, եթե թվերի մի մասը գրում են, կեսը չեն գրում, այդ ինչ անհստակությունների մասին կարելի է խոսել։ 22 թվականը ընդհանրապես վերլուծության ենթարկված չի, ու նշեմ, որ 22 թվականն էլ ես բավականին մեծ եկամուտներ եմ ստացել որպես կենսաթոշակառու, որպես դասախոս, որպես անհատ ձեռնարկատեր։ Շնորհակալ եմ, ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով չեմ կարող ասել, մենք գոնե ուսումնասիրել ենք ձեր բոլոր հայտարարագրերը եւ ձեր ընտանիքի անդամների։ Պարոն Բաթիկյան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաշվարկ է իրականացրել, վստահ եմ տեսել եք, որ 13-ից 20 թվականներին ձեր եկամուտները եւ ծախսերը, ձեր եկամուտները ընտանիքով կազմել են 158 միլիոն դրամ, բայց ծախսերը եւ այդ թվում նաեւ խնայողության ուրեմն գոյացումը կազմել է
մոտ 120 միլիոն եւ հաշվել են ստացել են, որ ըստ էության ձեզ ամենօրյա ապրուստի համար մնում էր ամիսը 400,000 դրամ։ Եվ ըստ էության կասկածի տակ է դնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այդ հիմքով ձեր հայտարարած թվերը։ Այս մասով ինչ կասեք։ Իվաչկան։ Չէ, ճիշտ իրոք եզրակացության մեջ նման տվյալներ կան, այդ ժամանակ չկորցնեն համար խնդրեմ պատասխան։ Ութերորդ Արդյունքում ներողություն հիմա հրապարակեմ այդ մասը, միգուցե սխալ եմ ընկալել։ Հանձնաժողովն արձանագրում է, որ ստացված եկամուտների եւ կատարված ծախսերի համադրությամբ ողջավորեն հնարավոր էր կատարել նշված չափով խնայողություն։ Ներողություն խնդրում, ես ներողություն խնդրում, ճիշտ է, բայց ես եմ իմ մասով ասում, որ հաշվի առնելով ձեր ապրելավոճը, տեսեք 23 թվականին 40 միլիոն դրամ եք ծախսել, դա անհամեմատ ավելի շատ է, քան ամիսը 400,000 դրամ է, էլի, մի քիչ այս մասով, ես ներողություն խնդրում, հանձնաժողովը կասկածի տակ չի դնում, ճիշտ եք ասում, ես եմ կասկածի տակ դնում, ինչ բանն եք, այս մասով։ Ձեր ասածը դարձյալ ներողություն եմ խնդրում, բայց կարծես պնդման է, ավելի պնդում է, քան թե հարցադրում։ Այսինքն, եթե նման հանգամանք ստեղ չկա, այսինքն ինչ է նշանակում 41 միլիոն ծախսել ցույց տալու պարագայում, ոնց է 400,000 դրամով յոլա գնալու, ցած մոտավորապես էսեր ձեր ասած հարցադրումը 41 միլիոն կամ չգիտեմ ինչքան էր գումարը, այդքան չի ծախսվել, այդքան եկամուտ եմ ստացել։ Բայց այնտեղ ես ունեմ գումարներ, բանկում ներդրված, չգիտեմ, տարբեր տեսակի ձեռքբերումներ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս թիվը դուք իմը ասում եք, ես ձեր հարցադրմանը պատասխանելու համար հիմա պետք է խորհրդի ժամանակը ծախսելով սկսեմ վերլուծություն կատարել, որովհետեւ փաստացի ներկայացնեմ ձեր հարցադրման պատասխանը։ Լավ, ես մի բան հստակեցնենք, էլի, որպես դրված շրջապատույց չունի։ Ես հարցը ճիշտ հասկացա, որ ինչպես է 400,000 դրամով, այսպես ասած, յոլա գնաց։ Այդ ճիշտ մասով է հարց։ Այո։ Դե հիմա ասում եմ, քանի որ 400,000 դրամը համարել եմ որպես ողջամտորեն կատարված ծախս ընտանիքի, հələ պետք է այս գումարը հանել եւ այլն, մենք տեսական մոտեցում են։ Հենց չի որ իմ ընտանիքից դուրս եկած մարդիկ են գրել այդ գումարը թիվը։ Այսինքն դուք ասում եք 41 միլիոն եք ստացել, հիմա գնալ, հիմա էլ եթե կարողանամ գնալ դառնալ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ստանալու եմ 30 միլիոն դրամ, կամ ավելի շատ, 36 միլիոն դրամ։ Այսինքն չստացեց, որ նույն 41 միլիոնը ստացա։ Ձեր հարցադրման ճիշտ ասած էությունը չեմ կարողանում հասկանալ։ Եթե կոնկրետ թվային հաշվարկով ասեք, իհարկե ասեցի, որ 22 թվականի հաշվարկը ստեղ ներառված չի, չեն համապատասխանում իրար այս վերլուծությունները։ Ամեն դեպքում կփորձեմ ճիշտ պատասխանել ձեր հարցին։